կարելի է լսել փաստարկ։ Եկեք կրճատենք պլաստիկի արտադրությունն ու սպառումը, եկեք արգելքներ մտցնենք, սակայն այսօր դա անհնար է։ Պլաստիկը չափազանց խորն է ինտեգրված ժամանակակից կյանքի բոլոր ոլորտներում։ Մտածեք, թե ինչը կփլուզվի այդ դեպքում։ Բժշկական սարքավորումների արտադրությունը, սննդամթերքի մատակարարման շղթաները, էլեկտրոնիկան, շինարարությունը, մեր ամբողջ ենթակառուցվածքը, լրիվ արգելքը պարզապես անհնար է տեսանելի ապագայում, ավելին։ Այն տնտեսապես նպատակահարմար չէ ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության մակարդակով։ Որպես փրկարար լուծում հաճախ առաջարկվում է պլաստիկի վերամշակումը, բայց ահա պարադոքսը։ Վերամշակման գործընթացն առաջացնում է միկրո և նանոպլաստիկի էլ ավելի շատ մասնիկներ։ Վերամշակման ժամանակ մեխանիկական ազդեցության պատճառով երկրորդային պլաստիկը սկսում է ավելի արագ արտազատել միկրոմասնիկներ, քան քայքայվում է առաջնային պլաստիկը։ Մենք չենք լուծում խնդիրը, մենք այն խորացնում ենք։ Եվ ահա գլխավոր ամենալուրջ խնդիրը, որի մասին ընդունված չէ խոսել և որի համար առայժմ ընդհանրապես լուծում գոյություն չունի։ Մարդկությունն արդեն արտադրել է մոտ 10 միլիարդ մետրիկ տոննա պլաստիկ։ Այս ծավալի մեծ մասն այժմ քայքայվում է անտեսանելի մասնիկների, որոնք շրջանառվում են օդում, սննդում, ջրում և կուտակվում մարդու օրգանիզմում։ 100 միլիոնավոր տոնները կշարունակեն քայքայվել միկրոմասնիկների դարեր շարունակ։ Նույնիսկ եթե վաղն ամբողջությամբ դադարեցնենք արտադրությունը, միայն համաշխարհային օվկիանոսում կա 200 միլիոն տոննա պլաստիկ թափոն, մինչդեռ օվկիանոսի մաքրման ժամանակակից ծրագրերը թույլ են տալիս տարեկան հեռացնել ընդամենը մոտ 20,000 տոննա, դա 0,1%-ից էլ քիչ է։ Նման տեմպերով օվկիանոսի լրիվ մաքրումը կտևի մոտ 10,000 տարի, և դա այն պայմանով, որ մենք հենց այսօր դադարեցնենք նոր աղբ նետելը, ինչը, ինչպես հասկանում ենք, անհնար է։ Այսպիսով, խնդիրն ունի էքսպոնենցիալ աճող բնույթ, անկախ նրանից, կդադարեցնենք արտադրությունը, թե ոչ, գլխավոր սպառնալիքը գալիս է ոչ թե այն պլաստիկից, որը դեռ չենք արտադրել կամ վերամշակել, այն գալիս է միկրո և նանոպլաստիկից, որի հետ մենք արդեն ստիպված ենք ապրել, մենք չենք կարող այն հեռացնել, չենք կարող զտել, և չենք կարող լուծել խնդիրը միայն վերամշակմամբ, հետևաբար, լուծումը ոչ թե պլաստիկից լիովին ազատվելն է, այլ նրանում, որ այն դադարի սպառնալիք ներկայացնել կյանքի համար, ուրեմն, ինչ կարելի է ձեռնարկել այդ դեպքում։